ինձ մոտիվացնում է իմ կյանքի ամեն վայրկյանը։ Աշխատելով օֆիսներում կամ ուրիշ պայմաններում ես հասկացա, որ դրանք ընդհանրապես իմ համար չէ ու միշտ երազում եմ աշխատել այնպես, որ ես ինքս իմ գրաֆիկը կազմեմ։ Ման չեմ գալիս ինչ-որ մեկին, որպեսզի ժամանակ անցկացնեմ հետաքրքիր։ Օրը սկսվում է շատ վաղ, ես հասցնում եմ համ իմ առավոտյան մարզանքները կատարել, մտովի հանգստություն ստանալ, ժամանակ անցկացնել ինքս իմ հետ, պատրաստվել, հետո նոր օրս տրամադրել աշխատանքին ավելի ու ավելի էներգիայով լի։ Ողջույն, աշխատել և նորից աշխատել։ Հաջողության հասնելու միակ ճանապարհը թերևս սա է։ Բայց չմոռանանք նաև թարմ ուղեղի և առողջ մտքի մասին, ինչը ձևավորվում է նաև լիարժեք հանգստի շնորհիվ։ Հեռուստա Weekend-ն է եթերում, իմ հյուրը Հերմինե Մերզոմյանն է։ Հերմինե, ուրախ եմ, որ եկել ես։ Ես էլ անչափ շնորհակալ եմ հրավերի համար։ Weekend և հանգստյան օրեր։ Քո առօրյայում այս երկու տերմինների ընկալումների միջև տարբերություն կա։ Իրականում ոչ, ես նույնիսկ կարող եմ ասել, որ աշխատանքային օրերին նույնպես կարողանում եմ հանգստանալ ու նույնիսկ այդ աշխատանքային օրերը համարել հանգստյան օրեր կամ weekend, որովհետև ես իրականում շատ սիրում եմ լինել գրաֆիկից անկախ ու կազմել իմ աշխատանքային օրերը ինքնուրույն եւ ստեղծել հանգստյան օրեր այնպես, այն ժամերին, այն օրերին, որոնք ես որ կցանկանայի ունենալ։ Կարծում եմ, երբ աշխատանքային գրաֆիկը նման ճկունություն է ունենում, ուրեմն դու երջանիկ ես։ Այո, համաձայն։ Weekend-յան օրերը հանգստանալու համար ես օգտագործում, թե ավելի շատ զվարճանալու։ Իրականում ես նույնիսկ ունենում եմ աշխատանքային օրեր weekend-ի օրերում ու նույնիսկ կարող եմ իմ հանգստյան օրը համարել հանգստի ունենալով ուղղակի աշխատանքային ժամանակ, տրամադրելով գիտելիքներին, ստանալով նոր գիտելիքներ, ժամանակ անցկացնելով հենց այդ ուղու վրա, բայց նույնիսկ դա կարող եմ համարել իմ համար հանգստյան օր, որովհետև դա նույնպես ինձ ինչ-որ էներգիա է տալիս, ինչ-որ մոտիվացիա է հաղորդում, որից հետո ես կարողանում եմ աշխատել ավելի ու ավելի լավ։ Սովորաբար երբ են սկսվում քո հանգստյան օրերը։ Առավոտյան ժամը քանիսին ես արթնանում։ Առավոտյան սիրում եմ արթնանալ շատ շուտ, կամ 6-ին, կամ 8-ին, հաճախ լինում է, որ երկար եմ քնում, նայած երբեմն ես երեկոյան քնում։ Հա, այո։ Սիրում եմ առավոտյան շուտ արթնանալ, որովհետև երբ օրը սկսվում է շատ վաղ, ես հասցնում եմ համ իմ առավոտյան մարզանքները կատարել, հասցնում եմ եւ ավելի շատ կարելի ասել ինչ-որ մտովի հանգստություն ստանալ, ժամանակ անցկացնել ինքս իմ հետ, ժամանակ տրամադրել ինձ, պատրաստվել, հետո նոր օրս տրամադրել աշխատանքին ավելի ու ավելի էներգիայով լի։ Շաբաթ կիրակիները ինչով են տարբերվում սովորական աշխատանքային օրերից։ Սովորական աշխատանքային օրերից տարբերվում են նրանով, որ ես երևի թե ավելի շատ սիրում եմ այդ օրերին անցկացնել ժամանակը ընկերների հետ, բարեկամների հետ, գնալ մի ինչ-որ տեղ, մի վայր հետաքրքիր, ավելի շատ ընկերական միջավայրում անցկացնելով այդ դրանով է տարբերվում։ Ընկերական հավաքույթների ժամանակ ինչով եք սիրում զբաղվել։ Ավելի շատ ակտիվ հանգստի սիրահար եք, թե սիրում եք տանը կամ ինչ-որ սրճարանում նստել, ավելի շատ զրուցել։ Երևի թե ես ավելի շատ ակտիվ հանգստի սիրահար եմ, չեմ սիրում տանը նստել, ընդհանրապես չեմ սիրում, նույնիսկ եթե չունենամ ընկերուհի կամ ինչ-որ տեղ գնալու համար, ապա իմ համար դա խնդիր չէ, ես կարող եմ միայնակ վեր կենալ ու գնալ ինչ-որ մի տեղ։ Ես ընդհանրապես ման չեմ գալիս ինչ-որ մեկին, որպեսզի ժամանակ անցկացնեմ հետաքրքիր, կարող եմ նույնիսկ միայնակ գնալ ինչ-որ մի վայր, ինչ-որ մի հետաքրքիր տեղ ու ավելի շատ երևի թե ես սիրում եմ ակտիվ պարերով, ինչ-որ հետաքրքիր զրույցներով, նույնիսկ իմ համար հանգիստ է համարվում ինչ-որ մի հետաքրքիր տեղ, այսպես ասած, ֆոտոսեսիա կազմակերպելը։ Ինչից ես սովորաբար ոգեշնչվում, ոգևորվում, մոտիվացվում։ Երևի թե ոգևորվում եմ ես ինչ-որ մարդկանցից,
ում ապրելակերպը ինձ շատ է դուր գալիս ու նաև ինձ մոտիվացնում է իմ կյանքի ամեն վայրկյանը, որովհետև այն կյանքը, ինչ որ ես պատկերացնում էի առաջներում ու ես երազում էի ունենալ, ես հիմա ապրում եմ այդ կյանքով ու ամեն վայրկյան տեսնելով թե ինչ է իմ հետ կատարվում, դա իմ համար ավելի ու ավելի մեծ մոտիվացիա է, ավելի լավ աշխատել, ավելի շատ ձգտումներ ունենալ, որ հասնել ավելի ու ավելի մեծ երազանքների։ Այս հատվածը մի քիչ ավելի մանրամասն կներկայացնես, երբ էիր երազում նման կյանք ունենալ եւ ինչ ճանապարհ անցար մինչեւ այն պահը, երբ դու արդեն զգացիր, որ քո ամեն մի պահը քեզ ոգևորում է, քեզ երջանկություն են պարգևում։ Իրականում ես միշտ երազում եմ առաջին հերթին աշխատել, ունենալ զբաղմունք ու զբաղվել դրանով, ինչ ինձ մոտիվացնում ու դուր է գալիս, որից ես մեծ հաճույք եմ ստանում ու ոչ թե հենց մտածելով, թե ոնց աշխատեմ, որ փող ստանամ, այլ ընդհանրապես ինչ կարելի ավելի հետաքրքիր, մարդկանց ավելի օգտակար լինել։ Աշխատելով օֆիսներում կամ ուրիշ պայմաններում ես հասկացա, որ դրանք ընդհանրապես իմ համար չէ ու միշտ երազում եմ աշխատել այնպես, որ ես ինքս իմ գրաֆիկը կազմեմ ու սկսած 2016 թվականից զբաղվելով սպորտով, միշտ իմ մտքերում եղել է, որ ինչ որ միտեղ ես պետք է զբաղվեմ սպորտով, այսինքն մարդկանց նույնպես սովորեցնեմ ճիշտ սպորտով զբաղվել ու առողջ ապրելակերպին, որպեսզի մենք խնդիրներ չունենանք, սակայն իմ մտքերում կային, այսպես ասած, սահմանափակումներ, որ ես չեմ կարողանա դրանով զբաղվեմ, ինչ ճիշտ չեն հասկանա կամ ով պետքա դրանով ուզենա զբաղվի, սակայն Ռուսաստանից հետո երբ հետ տուն վերադարձանք, փորձելով հազարավոր կարելի ասած մասնագիտություններ, միևնույնն է ես չէի գտնում ինձ ու կարող այդ զբաղմունքով զբաղվել, բայց ինձ դուր գար, բայց ես չէի կարողանում այդ մոտիվացնող կերպով աշխատել ու կարելի ասած, որ այս պայմաններում, որ հիմա մենք ենք ապրում, այդ ամենը ինձ դրդեց անել այն, ինչ որ անում եմ ես հիմա, որովհետև ես հասկացա, որ իրոք մեր կյանքը չպետք է թողնել հետոյի առաջին հերթին, չպետք է մտածել, թե ուրիշները ինչ կմտածեն, ապրելով այդպես ես ուղղակի իմ տարիները կկորցնեմ, չփորձելով այն, ինչ որ ես կուզենայի փորձել, ու ասացի, ինչի, եթե ես այսքան բան փորձել եմ, ինչու էս էլ մի անգամ չփորձեմ, եթե այսքան բաներից կարող է ես նաև օգուտ ստանալ ու այդ փոքրիկ ընդամենը մի փոքր քայլը բերեց այս ամենին, որ ես հիմա ներկա կյանքով որ ապրում եմ, իրոք ամեն վայրկյան ուղղակի գոհացնում եմ, այո, համարձակությունը բերեց այդ կյանքին։ Քո սլացիկ կազմվածքից միանգամից կարելի է կռահել, որ դու սպորտի սիրահար ես։ Մեր հեռուստադիտողներն էլ մեր եթերներից գիտեն, որ մասնավորապես ֆիթնեսի ամենօրյա գրաֆիկով է զբաղվում մարզումներով։ Իրականում մարզումները պետք է ունենան գրագետ գրաֆիկ, այսինքն չի կարելի ամեն օր զբաղվել ծանր մարզանքներով, պետք է կազմել ճիշտ գրաֆիկ, այսինքն մի օր պարապվում ես հենց մկաններ ստեղծելու համար, հաջորդ օրը պետք է պարապվել հենց ընդհակառակը մկանները հանգստացնելու, թուլացնելու, կարելի է ասել ինչպես մերսում անել մկանների համար։ Ֆիթնեսի մասին կցանկանայի մի քիչ ավելի մանրամասն խոսենք, ինչպես պետք է ճիշտ մարզվել, ինչպես պետք է ճիշտ դա համադրել առողջ սննդի հետ եւ առհասարակ առողջ ապրելակերպի հետ։
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մարդու կազմվածքի վրա։ Տարբերություն կա իհարկե տղամարդու աղջիկների համար ֆիթնեսի մեջ, որովհետև կարող է աղջիկը զբաղվի ֆիթնեսով ու ունենա մի քիչ կոպիտ կազմվածք, դրա համար գրագետ մոտեցում է պետք, առաջին հերթին զբաղվել այն մկաններով, որոնք որ ուզում ես զարգացնել, այո, ու բացի դրանից, երբ մկաններով զբաղվում ենք ու ընդհանրապես օրվա ընթացքում մենք շարժվում ենք, մեր խոսելը, մեր ամեն մի վայրկյանը դա կապված է մկանների հետ։ Ու տարիների ընթացքում ինչու են հատկապես ծերերի մոտ արդեն ինչ որ շարժման մեջ դժվարություններ առաջանում, որովհետև զբաղվելով թե սպորտով ուղղակի մկաններ զարգացնելով, թե ապրելակերպով ուղղակի մեր շարժումներում մեր մկանները անընդհատ աշխատում են ու իրանք անընդհատ գտնվում են լարված վիճակում։ Այդ ամեն ինչը հասցնում է նաև դժվար շարժվելուն, հասցնում է գնճիռների մեր դեմքի վրա։ Դրա համար պետք է նաև մկանների հետ զբաղվել, իրենց ձգել, ավելի հանգստացնել, որպեսզի այդ ծանրությունը նաև բերի իրանց հանգստության, որովհետև առաջին հերթին մկանը մեծանում է հանգստանալու ժամանակ, այսինքն ոչ թե մենք պարապվում ենք ու այդ ժամանակը ինքը զարգանում, այլ այն ընթացքում, երբ ինքը հանգստություն է ապրում։ Դրա համար առաջին հերթին պարապվելուց հետո պետք է տալ հանգիստ մարմնին, պետք է տալ հանգստություն ամեն մի մկանին։ Իսկ սննդի հետ կապված ես ընդհանրապես արգելանքներ չունեմ, ընդհանրապես առաջներում օգտագործում էի շատ արգելանքներ, բայց հիմա ոչ, որովհետև դա հասցնում է առաջին հերթին ստրեսի, մեր օրգանիզմը շատ մեծ ստրես է ապրում, երբ իր դիմաց դրված է արգելանքներ։ Բայց պետք է գոնե խուսափել, չէ, վնասակար սննդից։ Իհարկե, մեր օրգանիզմը չի ընկալում վատ եւ լավ ուտելիք, այսինքն մեր կերած կարտոֆիլը եւ այն ֆրի կարտոֆիլը, որ մենք ուտում ենք, ինքը չի տարբերում, որ դու ուտում ես ֆրի կարտոֆիլ կամ տան պատրաստած կարտոֆիլ։ Տարբերությունը միայն այդ պատրաստած ձեթի մեջ է, որը կարող է լինել երկար ժամանակ օգտագործված ու այդ պատճառով վնասակար, բայց նույնիսկ քաղցրի դեպքում, երբ մենք ուտում ենք տորտ կամ քաղցր ավենիք, ինչ որ շոկոլադ, ու մենք ուտում ենք ինչ որ բրոկոլի օրինակ։ Հա, ինքը քաղցրը երբ ընկալում է, ինքը չի ընդունում, թե ինչ ուտեստից է վերցրել քաղցրը։ Այսինքն մենք ուտում ենք ինչ որ քաղցր ուտելիք, ինքը մասնիկների է բաժանում ու ընկալում է, սա այսինչ քաղցրն է, սա այսինչ ինչ որ վիտամին է, բայց ինքը չի հասկանում ընդհանրապես, որ մենք սնվել ենք վատ ինչ որ քաղցրավենիքով կամ բուրգերով, այսպես ասած։ Դրա համար տարբերություն չկա, թե ինչ ես ուտում, տարբերություն կա առաջին հերթին քանակի մեջ, պետք է մեծ ուշադրություն դարձնել, առաջին հերթին մեր մարմինը պետք է մենք ընդունենք որպես կարելի ասած սրբություն եւ ուղակի ամեն մի բան չօգտագործենք, ամենից մեր սիրելի բանը, որ քիչ է մնացել, ափսոսա նետենք, վերենք, ուտենք, հա, այդ ամենասխալ մտածելակերպը, դա է հիմնականում հասցնում մեզ չաղության։ Որովհետև երբ դու ուտում ես ու ասում ես, «Սյո, ես էլ չեմ ուզում ուտեմ», այսինքն քո օրգանիզմը իրականում չունի, հա, ոչ մի օրգանիզմ ինքը բնությունից տրված չի լինել չաղ կամ անառողջ, մենք մեր ապրելակերպով հասցնում ենք դրան, որ ինքը սովորում է, որ չէ, այս մասնիկը ես չեմ թողնի, ափսոսա նետեմ, պետք է ուտեմ մինչև վերջ։ Այդպես սովորացնելով արդեն անկախ մեզանից մենք ուտում ենք ու հասցնում մեզ չաղության։ Ու բացի դրանից էլ պետք է ուշադրություն դարձնել, որ իրոք մեր սննդակարգը պետք է կազմված լինի առողջ ուտելիքից, այսինքն 80%-ը կազմված լինի օգտակար ուտելիքից, հիմնականում բանջարեղեն, մրգեր, բայց չի կարելի փոխարինել քաղցրը մրգերով կամ ինչ որ ուտելիք բանջարեղենով, ամեն ուտելիք իր տեղ ունի, նույնիսկ հացը, նույնիսկ քաղցրավենիքը, միսը, ամեն բան իր վիտամիններն է պահանջում մեր օրգանիզմը։
Առողջ ապրելակերպի շատ կարևոր մաս է նաև առողջ քունը։ Սրան էլ հետևում ես։ Իհարկե, առաջին հերթին անքնությունը նաև հասցնում է չաղության, իսկ ոչ թե մենք չենք քնում ու չաղանում ենք, այլ չես քնում ու օրգանիզմը ստրես է ապրում։ Ստրեսի պատճառով ինքը էներգիա է պահանջում, իսկ էներգիան արթուն ժամանակ մենք կարող ենք ստանալ հիմնականում ուտելիքից։ Դրա համար մենք սկսում ենք շատ ուտել ու դա նույնպես հասցնում է չաղության։ Բացի դրանից շատ մեծ վնասներ է առաջացնում անքնությունը, նույնիսկ մեր նյարդային համակարգի վրա, որ մենք միշտ նյարդային ենք լինում, երբ անքնությունն է լինում մեր մոտ։ Առողջ ապրելակերպի սիրահարի համար կա առողջ հանգիստ հասկացողություն։ Երևի թե ես կասեի առողջ հանգիստը կապված է այն բանի հետ, որ հիմնականում ինչ որ մի տեղ գնալիս, նույնիսկ եթե սրճարան եմ, ես գնում ընկերուհիների հետ կամ ինչ որ մի վայր, հիմնականում ես սիրում եմ քայլել։ Ես չեմ սիրում տրանսպորտով տեղափոխվել ինչ որ մի վայր, հիմնական իմ տրանսպորտը դա իմ ոտքերն է, ես շատ եմ սիրում ոտով քայլել։ Իրոք դա ամենաառողջարար կարդիո տեսակն է սպորտի, ֆիթնեսը մասերից է կազմած, որոնցից մեկը հենց դե կարդիո ֆիթնեսն է, որը իրականում մի քիչ անվնաս ազդեցություն կարող է ունենալ, ինչպես նաև օգտակար է։ Ամենաօգտակար կարդիո ֆիթնեսը դա զբոսանքն է։ Կարդիո ֆիթնեսի մեջ է մտնում վազքը, ինչ որ վարժություններ, որոնք շատ կապված են ցատկոտելու հետ, բայց վազքի մեջ վնասակար բաներ կա շատերի համար, հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն 5 կիլոգրամից ավել քաշ, ովքեր ունեն ոտքերի հետ խնդիրներ, սրտի հետ խնդիրներ, իսկ քայլելով դուք ոչ մի վնաս չեք ստանա, բացի օգտակար բաներից։ Քանի որ քո հանգստի մասն է ֆիթնեսը, այնպես ստացվեց, որ մեր զրույցի մեծ մասը խոսեցինք ֆիթնեսի մասին։ Սպորտը քո կյանքում միայն ֆիթնեսի տեսքով է, թե նաև այլ սպորտաձևերով է զբաղվում։ Առաջներում զբաղվում էի լողով, բարի ամենասիրելի պահերից մեկն էր հենց բարի խմբակների ու հիմա նույնպես ես շատ եմ սիրում բարել, դա երևի թե իմ օրվա մի մասնիկն է, որ ես ամեն օր անպայման, թեկուզ եւ 1, 2, նույնիսկ 5 րոպե պետք է անպայման բարեմ, շատ եմ սիրում բարել։ Հանգստանում ես բարել։ Այո, դա ինձ համ տալիս է էներգիա, համ տալիս է հանգստություն, համ լիցքաթափվում։ Լիցքաթափվում եմ, էմոցիաների արտահայտում, կարելի ասել նույնպես այսպես։ Շրջագայել սիրում ես, անծանոթ միջավայր բացահայտել սիրում ես։ Այո, շատ եմ սիրում թե շրջակայել, թե ծանոթանալ նորանոր մարդկանց հետ, թե շփվել, ստանալ նոր գիտելիքներ, նոր էմոցիաներ, դա նորը բացահայտելու սիրահար ես։ Այո։ Շուտով ամառ է եւ ամառային արձակուրդներին գրեթե բոլորը սպասում ենք։ Արդեն մտածել ես ինչպես ես այն անցկացնելու, ծրագրել ես արդեն։ Իրականում ես չեմ սիրում ծրագրել իմ ապագան, միշտ ես ծրագրում եմ ներկան, ես հիմա ապրում եմ այստեղ, ամեն ինչ անելու եմ ներկայի համար, բայց երազում եմ լինել Իտալիայում, դա ուղղակի իմ տարիների, չգիտեմ, ամբողջ կյանքի երազանքն է, այցելել Իտալիան, շատ եմ սիրում։ Ինչու ես ուզում այնտեղ լինել։ Չգիտեմ ինչու հոգով միշտ ձգում է դեպի այդտեղ, այդ բնությունը, հինը մոդայիկի հետ միքսը, այո, շատ եմ սիրում ամեն ինչի միքսը, այսինքն ոչ թե մի ոճի, ոչ միայն դասական, այլ նաև սպորտային, ոչ միայն նոր, այլ նաև հինը։ Քո կյանքում էլ ես երևի թե ամեն ինչ այդպես սանում, որովհետև քո աշխատանքը, ֆիթնեսը եւ քո հանգիստը միքսել ես արդեն իրար հետ։ Այո, նույնիսկ այդ ապրելակերպով ես համ սիրում եմ լինել հանգիստ, բոլորից հանգիստ, լինել միայնակ, լրիվությամբ միայնակ լինել, եւ նաեւ սիրում եմ լինել շրջապատված մարդկանց հետ, ունենալ շատ ակտիվ հանգիստ, այդ կարելի ասած կոնտրաստը իմ մեջ շատ մեծ դեր է խաղում, նույնիսկ ոճի մեջ իմ հագուստի, ես շատ եմ սիրում միքսել սպորտը դասականի հետ, չեմ կարող ուղղակի տրամադրել ինձ սպորտին կամ ուղղակի տրամադրել ինձ դասականին, եւ թե ավելի շատ դասականին մոտ եմ, քան սպորտին, բայց այդ դասականն ու սպորտը միքսելը շատ եմ սիրում։ Այդ համադրությունը մենք տեսնում ենք եւ բավականին հաջող համադրություն է։ Հերմինե, ինչով ես զբաղվելու մեր նկարահանումից հետո։
Երևի թե կգնամ զբոսնելու ընկերուհիների հետ։ Իրականում նույնիսկ այդ պլանավորելու պահով էլ պատմեմ, ես երբեք իրոք չեմ պլանավորում։ Շատ հազվադեպ է լինում, որ ասենք պայմանավորվում ենք այսինչ օրը, այս ժամին մենք հանդիպելու ենք։ Ոչ, ես կարող եմ առավոտյան զարթնեմ, մի քանի ժամից հետո դուրս գամ ու սկսեմ ընկերուներիս հավաքել, եկեք դուրս գաք, եկեք զբոսնելու։ Ու միշտ ստացվում է այնպես հապճեպ։ Այո, հապճեպ, միշտ ուղակի մտքովս ինչ անցնի, այդ պահին ես պետքա դա իրականացնեմ։ Քեզ ուրախ ու հետաքրքիր զբոսանք ենք մաղթում ընկերուհիներիդ հետ, իսկ մեր հեռուստադիտողներին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Հերմինե Մերզդոմյանի Weekend-ն ենք բացահայտում այսօր։ Ուրախ ու անհոգ հանգստյան օրեր բոլորիս։